Հանուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո ամեն։ Բարի ուշ երեկո և մյուս տեղը բարի առավոտ, սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է։ Կխնդրեմ միացողներին ամիջապես տարածել այսօրվա ուղիղ հեռարձակումը բոլոր հնարավոր միջոցներով և սկսում ենք, ինչպես որ ձևավորվել է ավանդությունը, Աստծո ձայն հաղորդաշարը միշտ սկսում ենք աղոթքով։ Այսօր տերունական աղոթքը պետք է միասին կարդանք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս ձևերկրի, ըսհաց մեր հանապազորդ դուր մեզ այսօր և թող մեզ սպարծիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտաբանած, և մի տանիրս մեզ իպործություն ալ պրգյազ մեզ իչարե, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ կուզեմ այսօրվա եթերը սկսել մի կարևոր մաղթանքից, որ ամեն մի սուրբ և անմաղ պատարագից առաջ, երբ որ սկսվում է պատարագը, հայրմերով է սկսվում, գիտեք, և հետո մաղթանք է ընթերցվում։ Ըստ սաղմոսերգությունը և Զաղաչյանս մեր ընկալցին մարդասերն Աստված, ի հաճույս բարերար կամացքոց, մեր մեղած և մեր բազում հանցանած, թողություն շնորհեսցե, ի չարյաց փրկեսցե, ի մեղած պայեսցե, զազգս մեր հայոց և զեկեղեցիս մեր Հայաստանյաց, անխռով և անսասան պայեսցե, ըզնջեցելոցն մեր եկնիցն հանգիստն պարգևեսցե, և նմափառք հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Սուրբ և անմաղ թագավորությունն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված միշտ մեր մեղքերից մեզ ազատի, պահի, որ չգործենք, ինչքան հնարավոր է այս մեղքերից հեռու մնանք, չարից ազատի մեզ, փրկի մեզ չարերից։ Եվ իհարկե միշտ փառք տալով մենք աղոթում ենք, որ Աստծո աչքը, Աստծո խաչը լինի մեզ հետ, քանի որ այս կյանքի համար չէ, որ ստեղծված ենք, միայն ու միայն ժամանակավոր երկրավոր կյանքի, այլ ստեղծված ենք հավերժորեն ապրելու եւ Աստուծո հետ ի վերջո լինելու։ Այս ամենակարևոր արձանագրումն է, սիրելիներ։ Ամեն մարդ, ամեն քրիստոնյան պիտի հաշիվ տա իրեն, որ այս կյանքը դա ժամանակավոր ընթացք է։ Եվ դրա համար, երբ որ օրեր առաջ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ահեղ դատաստանից, խոսեց հավիտենական կյանքից, նշանակում է, որ նա կարևորում է հոգևոր ընթացքը, հոգևոր կյանքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պաստորեն մեր սիրեցյալ ժողովրդի, որը որ պետք է ապրելով այս աշխարհում, ստեղծագործելով իրենց անձնական, այսպես ասած, դրսևորումները կյանքի ունենալով, բայց բոլորս էլ մեկ ընդհանուր նպատակ պետք է ունենանք։ Այդ ընդհանուր նպատակը մեկ գետնի վրա։ Քրիստոսով արժանանանք հավերժությանը, հավիտենական կյանքի։ Եվ միշտ հարատևենք մեր ննջեցյալների հետ, որովհետև դրանք անբաժան մասն են կազմում։ Երբևիցե մի անջատեք ձեր հարազատ ննջեցյալներին ձեզանից, որովհետև այսպես է շարունակվում, հետո ձեր զավակները գալիս են, թոռները, մյուսները, բայց միշտ կապը կա ննջեցյալների հետ։ Սա իրականություն է, սա ճշմարտություն է, սա այն ինչ որ կա։ Սա չի խոսվել ուղղակի 100 տարի Հայաստանում, այս մասին որևէ ղեկավար չի խոսել, որևէ պետական պաշտոնյան չի բարձրաձայնել, որ ահեղ դատաստան պիտի լինի, երկնքի արքայությունը մոտեցել է։ Հովհաննես Մկրտիչն էր աղաղակում ասելով ապաշխարեցեք, քանի որ մոտեցել է երկնքի արքայությունը մարգարե որպես։ Ասում էր եւ անվախ գործում էր։ Այսօր մեր երկրի վարչապետը նմանվելով Հովհաննես Մկրտչին, փաստորեն, նա խոսում է հավիտենականությունից եւ իր բարձր դիրքից, այդ պատվավոր ամբիոնից նա հայտարարում է այն պարզ ճշմարտությունը, որ ահեղ դատաստանը անխուսափելի է եւ պատասխաննել է անխուսափելի ամեն մարդու։ Երեք պարոն Մեխակյանը հաղթանակեց Էջմիածնում, մենք Փառք Աստուծո ունեցանք առանց խժդժությունների, առանց խայտարակության, ինչ որ տեղի է ունեցել ժամանակին Գյումրիում, երբ որ Վարդանիկը իր ողմակիցներով, ստահակներով բռնագրավել էր
Գյումրին, որպեսզի այս խայտարակ ընթացքով եւ եթե չբռնվեր կաշառքի վրա, դեռ շատ ջրեր պիտի պղտորվեր եւ շատ պիտի ահավոր ճահիճը ստեղծեր իր շուրջ, հա, այդ նավակը պիտի ճոճեր քանդելու համար ժողովրդավարությունը եւ մեր պետական ինստիտուտները, բայց ահագահությունը եւ իր այս անմիտ կեցվածքը, հա, ամենտեղ գոռում էր, որ կոմունիստը միաժամանակ հավատացյալ է, ամենտեղ ասում էր абսուրդ բաներ իր արամերժ, որտեղ կոմունիստ, որտեղ հավատացյալ, որտեղ Լենինը, որը դժոխքի մեջ է, որտեղ Հիսուս Քրիստոսը, որ երկնավոր թագավոր է։ Այսինքն абսուրդը абսուրդով, որտեղ պատմում էր իր անցյալ կյանքից, էջերից, որ գողություններ արել սովետական միության, բաներ, գործարաններից, բաներից, ապրանք էին հանում, բան, կոնյակը, չգիտեմ ինչ, հիշում եք, չէ, абսուրդները խոսում։ Այսինքն ինչ էր, սա հարձակում էր հայ ժողովրդի վրա։ Եվ փառք Աստծո ազատագրվեց Էջմիածինը ստահակներից, որտեղ Էջմիածինը, գիտեք ինչի համար եմ կարևորում, սա այն հոգևոր նախ եւ առաջ կենտրոնն է ամեն մի հայ համար, աշխարհով մեկ սփռված։ Երկրորդ հերթին ճիրանների մեջ էր նաև աշխարհիկ իշխանություններից։ Նույնիսկ հեղափոխությունից հետո ստահակներ եկան, հիշում եք, չէ՞, որ մենք երբ որ բարձրաձայնեցին Կտրիչ Ներսիսյանի համար սկսեցինք պայքարը, մեզ քվազի քրիստոնյաներ համարեցին այդ ձյաննա եւ իր կոչեցյալ տեղակալը։ Բլոկեցին, ինձ բլոկեցին։ Էջս ես խնդրում եմ այստեղից պարոն Մեխակյանից, որ իմ էջը բլոկից հանեն։ Ես գրեցի այնտեղ ոչ մի վիրավորական բան չեմ գրել, ընդամենը արձագանքել եմ իր հերուրանքներին, որ մեզ քվազի քրիստոնյայի պիտակ փակցրեց։ Ես իրեն այնտեղ բաներ գրեցի, բլոկեցին։ Հետո անձնական էջին գրեցի Պետրոսյաններով էր այս մարդը։ Դիմումները տվել ենք Իմիջայլոց։ Մենք քնչական ամենտեղ տվել ենք դրանց վրա։ Քանդվեց դրանց սատանայի տունը։ Տունը քանդել ենք այդ չարի, որովհետև նրանք ամրագրում էին Կտրիչի կեղծ իշխանությունը, աշխարհիկ իշխանությունը եւ պատկան մարմինները գործող վաղաշապատի մեջ եւ մասնավորապես Արմավիրի այդ ամբողջական մարզի մակարդակով սատար էին կանգնել սատանա Կտրիչ Ներսիսյանին, իր ամփարունակ գործնեությանը, իր ջրաղացին սատանայական ջուր էին լցնում։ Այդ դա էր կատարվում Էջմիածնում, դրա համար սերտ աճած էր մաֆիան, այդ Էջմիածնից դուրս եկան Մանվելիք, ես կոչեցի նաև Մանվելիք Ձյաննա, հա, Ձյաննան էլ Մանվելիքից է սովորել այդ բաները։ Այս բոլորը այնտեղից էր այդ կամիները փչում, հա։ Բանը, բա հիշում եք, Պիպոն, Դոն Պուպուլիկը, նորից ընդեղից, այսինքն ամեն կեղտ ընդեղից դուրս եկավ, Սերան, չգիտեմ, ինչքան խուժան, դավաճան, ինչքան սրիկա, սատանա կար, այնտեղից էր, հարցակվում է, որովհետև չարը, դիվային ուժերը հարվածում են մեր մայր կենտրոնին, այս սրանից է սկսվում, որովհետև այնտեղ բացվեց, լույսը ծագեց, ի Հայաստան աշխարհի, ինչպես որ շարականագիրն է ասում, հա, Էջմիածինի հորել եւ լույս փառածընդ նմա, ձայն քնչեցին սանդարամետ կանտնდոց, այս սա է սիրելիներ, ուրեմն սա է, որ այս մարդիկ օկուպացրել են եկեղեցին մի կողմից, պղծություններով, շղթայել են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերածելով Կուկուշկայի աթոռի, իսկ աշխարհիկ իշխանություններն էլ սատար էին այս պղծությանը։ Եվ հիմա ազատագրվեց։ Շնորհավորում եմ, երկար տարիների արևշատ կյանք եմ մաղթում պարոն Մեխակյանին եւ ամբողջ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժին, այն մարդկանց, ովքեր որ պետք է աշխատեն հանուն այս քաղաքի բարգավաճում բերեն այնտեղ, այդ հորի բարգերը վերանան, իսպար բացակայեն, անօրենությունները, հա, ինչ ասես խոտեն վաճառացնում նարկոտիկ, ինչ ասես անում են, ամեն բան անօրինական, բայց այս օրենքով ամրագրված չի, մարիխուանան Հայաստանում չի թույլատրվում, հա գիտեմ Թայլանդում կարելի էր, մինչև վերջերս էլ, եւ դեղական որպես դեղամիջոց եւ այն օգտագործելու, այո, կոֆե շոպել ունեն այնտեղ, բայց Թայլանդ չէ Հայաստանը, շատ ներողություն, դրանք Թայլանդի բարգերը բերել են Էջմիածին եւ որոշել են այդ բանը Թայլանդի գոտին դարձնել այնտեղ։ Եվ այդ տանիքը Կտրիչն է ապահովում, դա ձեզ պիտի ասեմ։ Նա էր ապահովում։ Այդ ավազակությունների անպարունակ այս վիճակը, որ ասեցի Մայրաթորի մեջ էր, այդ Մայրաթորը պղծության մեջ էր, բայց այդ Մայրաթորի շրջակայքներ էր պղծության մեջ, որտեղ պետական համակարգն էր պղծության մեջ նաև։ Եվ Փառք Աստծո ազատագրվեց։ Տեսակ չէ, Կտրիչը իր փեդը, Բաբա Յագայի թե Կաշչեի Բեսմերտն չգիտեմ ինչ ասեմ դրան, որտեղ նա գավազան չունի, նա սատանիստ է, եւ նա անօրինական չկաթողիկոս մեկն է, որը գողացել է կաթողիկոսի տիտղոսը, գնաց այդ Բաբա Յագայի փեդով ընտրատեղամաս, իբրտեպ ինտեղ աղոտ կամ ինչ աղոտ։ Շամանի կարգավիճակով չար հոգիներ է կանչել այնտեղ, որոնք իրեն չօգնեցին։ Գցել են քեզ Կտրիչ Ներսիսյան, չար հոգիները։
չկարողացար որևէ բան անես եւ հաղթեց արդարությունը, խորտակվեց սատանայությունը, Էջմիածնում, եւ իհարկե սա պետք է լինի այն հիմնական, ինչ ասեմ, կորիզը նաեւ ազնիվ նվիրյալների, որոնք հենց Էջմիածնեցիներն են հանդիսանում, այդ սուրբ քաղաքի բնակիչները, որոնք անկասկած պետք է գան եւ իրենց սրբազան պարտքը կատարեն Կտրիչ Ներսեսյանին ազատագրեն մայրաթոր սուրբ Էջմիածնից։ Այս է։ Եթե այս հարցը չլիներ, եթե մեր եկեղեցում լիներ բարվոք վիճակ, սիրելի ժողովուրդ, ես պիտի ասեի ձեզ, որ մեզ համար դա մեծ իրադարձություն չէր լինի։ Սովորական ընտրություն կլներ, հաղթել է ուժեղը, հաղթել է ճշմարիտ ու վերջ։ Բայց մեզ համար սա անկյունակարն է։ Այս ընտրությունը զարմանալի չէ, որովհետև բարենպաստ պայմաններ պիտի ստեղծվեն այնտեղ, որ սատանայությունը այլևս չլինի, որտեղ գիտեք ինչքան վտանգներ նաև կան հետագայի համար։ Հետագայի համար էլ, չէ՞ որ դրանք հանգիստ չեն մնալու։ Եթե չփակի պետությունը այս տականքների, ես վստահ եմ, որ դուրս գալուն պես էլ պիտի ստվերում գործեն, վնասեն, վատ չար գործեր կատարեն։ Այդպես չի, որ մեր կյանքը անվտանգ է կամ կփարատվի ամեն բան, ոչ։ Դրանց պետք է փակել, որպեսզի մենք հանգիստ լինենք։ Հանգիստ լինենք։ Եզրասը այսօր սպառնալիքներ է հնչեցրել, լսել եք, հա, Մոսկվաբադից։ KGB-շնիկ Եզրասը այնտեղից հաչացել է։ Եղբայրը խուլիգանություն է արել, իր եղբոր որդին կրծել, խուլիգանություն է արել, ինքը հաչում է այնտեղ, ասում է բռնաճնշումներ են, իշխանությունները բան է անում։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ այսքան ժողովրդին փորձել են միշտ խաբել, խեղել են բոլոր արժեքները, բոլոր հասկացողությունները։ Կարճ ասած, միշտ ասել են սևին սպիտակ, անվանել են կեղտին, սևին, մթին, լույս են անվանել, սպիտակ են անվանել, արդար են անվանել, մաքուր են անվանել, իսկ սպիտակին, արդարին, մաքուրին, զուլալին փակցրել են ուրեմն սևի կամ անօրենի կամ չգիտեմ ինչ որ մի բան, այդպես բացասական։ Ես ձեզ պատկերավոր եմ ուզում ներկայացնել իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացին։ Այդ էր հեղափոխությունը, որ դա կորտրեց։ Հասկացեք դուք, հեղափոխությունը առաջին հերթին այս արժե համակարգը, որ պղծվեց, այլասերվեց, խեղվեց, վերացվեց եւ կեղծ մի բան առաջը բերվեց, այ հեղափոխությունը սա կոտրեց։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը առողջ մտքեր է արտահայտում, հա, արտասովոր է հնչում, գիտեք, այսօր եթե ինքը այդ արտահայտեր այդ մտքերը, օրինակ 70-ական, 80-ական թվականներին են սովետական Հայաստանի ժամանակ, դե չվերցած, որ ասենք այն ժամանակ աթեիստական բաներ կար, այդքան ազատ չէր երկիրը, որոշ վերապահումներով։ Այնուամենայնիվ այդպես աչքը չէր ծակի իր ասածները։ Իսկ այսօր, երբ որ մարդը ասում է շատ նորմալ, լոժիկ բաներ, այն բաները, որը որ ամեն մեկի սրտի մեջ դրված կար, այս տարի համբերել ենք, բայց ամեն մեկն էլ մտածում էր այդպես։ Մարդկա, որ արտահայտվել է, մարդկա չի արտահայտվել, վախերի, չգիտեմ, կամ ուրիշ հանգամանքների բերումով, բայց բոլոր պարագաներում սա միշտ էլ եղել է։ Այսօր բաց խոսվում է այն, ինչ որ իրականությունն է։ Այո, այսօրվա իշխանությունը հաղթել է Էջմիածնում, ես ուրախ եմ, շնորհավոր ըլլա, որովհետև Էջմիածնի մեջ մենք պիտի ստեղծենք նոր իրականություն։ Պետք է արմատներին վերադարձնենք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, վերադարձնելով Հայաստանի Ածառաքելական Սուրբ Եկեղեցի եւ լուսավորչի գահը մեր սիրեցյալ ազգին, մեր սիրեցյալ հայ ժողովրդին։ Գահը պղծվել է, բռնազավթվել է։ Գահի վրա բազմել է տականք, գող ավազակ, խապեպա, սրիկա եւ շատ բաներ կարող ենք ասել, որը իրականությանն է համապատասխանում եւ ընդամենը արտացոլում է այն, ինչ որ կա, ինչ է իրենից ներկայացնում այդ անձնավորությունը քաղաքացի Կտրիչ Ներսիսյան ոչռագործը։ Այս է։ Հիմա գիտեք արշակը խի է հետ ամենտեղ ման գալիս։ Դες բարձ բացադրեն գախնիկը։ Ուրեմն արշակը վախենում է, որ Կտրիչը դրան ծախի։ Այս է։ Դրա համար արշակը կամակից կպած ման է գալիս, մնում է
դիվանատան մեջ այդ սենյակում, որի ոչ մի գիշեր չի մնացել այնտեղ։ Մի ջանդամ է, վել է տարբեր ուղություններով, քերակնոջ տուններ, չգիտեմ, ստեղեր, ընդեղեր, տարբեր անառակների մոտ, բայց չի քնել այնտեղ։ Այսօր այնտեղից փոք չի գալիս։ Շուրջօրյա ռեժիմով կտրիչ Ներսիսյանին են ասեղ թելով կարած է։ Որովհետև չի վստահում իրեն։ Իմանում է նրա սրիկայության եւ ստորության այն ահավոր աստիճանը։ Անպատկերացնելու շատերի համար։ Ինձ համար դա ոնց որ ասած բաց գրքի պես, հա, կակատկրի տեխնիկա, ես դրան լավ գիտեմ, այն գլխից գիտեմ, այդ Պորնիկովով է։ Ես միշտ իմացել եմ, որ նա սատանա է։ Երբ որ ոչ մեկը չի հասկացել, երեք կարծեմ, խոսել եմ եպիսկոպոսներից մեկի հետ, ասել եմ դուք եք մեղավոր, ասեցի, որտեղ գնացիք, խափնվեցիք այդ խուլիգանին, ձայն տվեցիք, ձեզ վախացրել էին, դուք էլ բազելով ձայնը տվել եք։ Հիմա էլ յախա եք թափ տալիս։ Հիմա եպիսկոպոսական դասի մեջ ճեղք է առաջացել։ Նույնիսկ իմացա, որ 3 թեմ արտասահմանում Կտրիչ Ներսիսյանի անունը այլևս պատարակին չեն տալիս։ Հետևել են իմ հորդորներին այստեղից հնչեցած։ Ըստ երևույթին, որովհետև ասել եմ, չէ, 2 շաբաթ եմ ձեզ տալիս, այլապես ձեր կեղտոտ անկողինները պրելու ենք, հերթով, բոլորին, մեկացնելու ենք, չփլախացնելու ենք եւ պիտի լինեք, ոնց որ ասած, բաց հասարակության համար։ Հիմա Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Բալթյան թեմի մեջ կարգադրել է, որ անունը չտան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միայն չեմ կարող ճշտել Լոս Անջելեսի արևմտյան թե արևելյան թեմը, թե Նյու Յորքի, որ թեմն է կոնկրետ։ Անունը չի տալիս եւ Ուկրաինան, ինչը ինձ ապշեցրեց, որտեղ Ուկրաինայի թեմի առաջնորդը մի բաշի բոզուկ է, Մարկոս անունով, լնգուլավազ, բայց նույնիսկ այդ լնգուլավազը որոշել է Արնետավասկից ոնց որ ասած նայել է չեմպիոն երևի, ոչ մենակ սերովփեն, նայել է չեմպիոն։ Որոշել է, որ փախուստի տա այս խորտակվող նավից, նավը խորտակվում է, առնետները վազվզում են արդեն եւ ամեն մեկը իր կաշվի մասին է մտածում։ Շատ լավ է դա, շատ լավ է, թող անեն այդ գործերը, թող անեն։ Այլևս Կտրիչ Ներսիսյանը հասկացել է, որ եպիսկոպոսական դասի մեջ ճեղք է առաջացել։ Ինքը վերահսկողությունը կորցրել է եւ հետո հասկանում է, որ մյուսներն էլ կարող է իրան խափեն, գան իրան մի բան ասեն, բայց իրականում տակից ուրիշ բան գործեն։ Չէ՞, հայ խասյատ։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը հասկացել է, որ իր կյանքը այս աթոռի վրա ավարտված է։ Ավարտված է։ Եվ ուղղակի ասում եմ, քանի որ նա շատ վատ մարդ է եւ մի քիչ էլ երևի աննորմալ։ Հայրը Գիշ Գրիգորը ինչի էին ասում։ Սա պիտակ չէ, սա աննորմալ էր այդ մարդը, իսկապես ինքը հոգեկան շեղումներ ուներ։ Նա աննորմալ է, նա չի հասկանում։ Դա ուզում է վերջի վատությունը արած լինել, էլի մնում է այնտեղ։ Ինչ ես մնում, այ հիմար, այ ապուշ աննորմալ։ Տրակած բիձա, այն որ ասում էին, այն մի հատ սերիալը կար, որ ասում է ճպլ, տրակած բիձա։ Հիշում եք, Բելվարացների ընտանիքում նա սրանն է պատմությունը։ Այ տրակած բիձա, ուր ես մնում այս աթոռի վրա։ Չես հասկանում, որ դու վերջացել ես։ Եվ ինքը չէ մենակ, արշակներ, երկուսն էլ, արդեն անելիք չունեք այնտեղ, այ խուժաններ, ինչ գործ ունեք դուք Մայրաթորի հետ, ինչ գործ ունեք Սուրբ Էջմիածների, դուք ոչ մի աղես Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ հետ չունեք, չեք ունեցել, երբևիցե։ Դուք հավատից զուրկ, գիտելիքներից բոբիկ, տկարամիտ մարդիկ եք։ Եվ իհարկե պետք է հեռանան, իհարկե պետք է հեռանան։ Եվ ինչքան շուտ հեռանաք, այդքան ավելի բան է։ Գիտեք ինչ տարբերակներ են իրեն առաջարկվել։ Ես հիմա պատմեմ սիրելիներ, որպեսզի դուք հասկանաք այդ մարդը որ խելագար է, նա նորմալ մարդ չի։ Իրեն ասել են, ուրեմն մի քանի հոգիներ, ասել են պատվով գնա։ Հայտարարություն արա, որ դու հիվանդ ես եւ հիվանդության բերումով ուզում ես հանգստի կոչվես։ Կմնաս նորից կաթողիկոս, բայց հանգստի մեջ, այսինքն ոչ մի ազդեցություն չկունենա եկեղեցու վրա, կգնաս քեզ համար։ Մերժել է, մյուս բաներն էլ են ասել են գնա Մոսկվա։ Մերժել է, ամեն ինչը մերժել է, գիտեք ինչի։ Որովհետև Տաշիր Սամոյին նա պիտի պատասխան տա։ Չէ՞ որ Տաշիր Սամոն իր երեսից բանտում հայտնվեց։ Հիմա դուք կարծում եք Մոսկվայի մեջ այն գադեքը որ կան Տաշիր Սամոյի լափամանից ուտողները, հա, 1000 ու մի խուժան ունի ինքը այնտեղ, 1000 ու մի մանգլավիկ ունի, 1000 ու մի գողական ունի, որը որ գալու է, ականջները կտրելու է սրա, ասելու է այ խուլիգան։ Բախի փուրըտվել, պետությանը հանձնիր, այս մարդուն դավաճանեցիր, ինքը քո համար գնաց պարկեց բանտի մեջ։ Բայց դրա համար հիմա ինքը տարակուսում է, չի հասկանում,
Ասում է կակվեմ, թե կույս մնամ։ Կվախենամ, թե դուրս մնամ։ Այդ պատմությունն է։ Ինքը չգիտի նույնիսկ իր անելիքը։ Որտեղ adekvat մարդ չի ասում, adekvat մարդ լինել ինքը վաղուց արդեն պետք է հրաժարեր։ Մեկ վարքյան առաջ ինքը պետք է այնտեղից փասապուսեք առնել ու դուրս գար։ Բայց նա անորմալ է։ Ուզում եմ ասել, ոչ մենակ սրբապիղծ տականք եք ունեցել, նաև անորմալ, հոգեկան հիվանդ մարդ է եղել աթոռի վրա նստած։ Սրան պիտի ստուգեն, վերջում, պիտի ստուգեն։ Ես հորդորում եմ, կազմեն բժշկական հանձնաժողով ստուգեն այս անորմալին, այս ապուշին։ Որտեղ նորմալ մարդը, ցանկացած մարդը, որը որ առողջ է, հոգեպես, նա կհեռանար։ Ինչքան պիտի ասենք, պիտի Չակուչը բերի Փաշինյանը գլխին զարգի, որ դու նոր գնաս, չեմ հասկանում։ Դա կանեն։ Չակուչով գլխիդ պիտի տա, որ հասկանաս, որ այնտեղ այլևս անելիք չունես դու, այ խուլիգան։ Էս է։ Եվ իհարկե Հայաստանի մեջ, ես ասում եմ, սկսվել է շատ լուրջ process։ Ամբողջովին այդ սադանայի տունը քանդվում է։ Գիտեք, Հայաստանը շղթայած էր, սադանայի տունը ոչ մենակ հոգևոր կյանքի, հոգևոր դաշտին էր վերաբերում։ Նա այն դասերի պես, ամենտեղ մետաստազները տվել էր։ Եվ պետության մեջ վարակել էր այս պետական մարդկանց։ Ասում եմ, Մոսկվայից հասցրեց Հայաստան այդ տականքին, որին անվանել էր բարերար, սրտից շողոքորտելու համար, որ փողեր իրեն տալիս, բարերարի անուն էր փակցրել գողավազակին։ Իրեն տանավ մինչև բանտի դուր։ Վստահ եմ, որ բանտում չէր հայտնվի։ Եթե չխառնվել ու չգար ընդհանրապես Հայաստան, ոչ մի բանի մեջ չմտներ, իր համար վերընկներ այնտեղ, որտեղ որ ապրում էր, ինչ գործ ունեցավ, եկավ Հայաստան։ Այդ մարդիկ դուրս են գայս ցույցի բան են անում, ինչ եք անում։ Ինչի եք բան անում։ Ավելի լավ խրատեիք այդ ախմախին, ասեիք, այն բուլկին այսօր խոսած բան, տեսակ չէ։ Ինչքան մարդ պիտի ապուշ լինի, ապուշ։ Տեսնում եք, չէ՞, ես պատահական չէ դրել եմ այն պատկերը, որ համբուրգերը ուտում են։ Նորմալ մարդու տեսքա, դա ոնց է, խժռում է ուղակի։ Սա մարդը տեն չի ուտում։ Այդ մարդը պիտի լուրջ բաներ խոսեն, նա քաղաքական գործիչ է։ Ասում եմ, միլիարդատեր է Քերին, չգիտեմ Քերի է, պարաով է։ Միլիարդատեր է։ Այդքան տարական դասիրակություն կուլտուրա չտրեցին։ Այդ մարդուն։ Սենց ապուշ մեծացավ անգրակետ։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, այս ինչ որ տեսնում ենք մենք, ես ասում եմ, այդ կլոունադան եւ այլն, այս բոլորը կտրիչն է սարքել։ Սրբազան պղծազան շարժումն էլ կտրիչն է սարքել։ Դուք հասկանում եք, այդ մարդը գլխներով է քայլել։ Բագրատն ու Միքայելն էլ իր զոհերն են, նրանք որ բանտում են այսօր, թող շնորհակալ լինեն կտրիչ Ներսիսյանից։ Ես հայտնում եմ իրենց մտերիմներին, իրենց հարգող շրջանակներին, իրենց սիրածներին եւ այլն, հա, դրանք բարոյական մարդիկ չեն, հոգեվորականներ չեն, այստեղ հարցը դրա մեջ չի, բայց թերորիստ դարձրեց դրանց, այդ գծի մեջ դրեց կտրիչ Ներսիսյանը։ Եվ այն բոլոր աշխարհիկ մարդիկ էլ որոնք կան այդ բանտի դուռը, այդ հոդվածների տակով պիտի փակվեն ու պիտի գնան բանտում փթեն, իր երեսից փտում են։ Այսինքն ինչ որ արեց, վատությունը դա սաղին արեց։ Բսկոտելու են քեզ կտրիչ Ներսիսյան, բոլորը քեզ բսկոտելու են։ Նույնիսկ քո հարազատ եղբորը եւ իր որդուն, եղբոր-որդուն դու դրեցիր բանտը, սրիկա։ Ինչ ես փաթաթում իշխանության վզին այդ գործը։ Ինչ գործ ուներ կազմակերպել քո թելադրանքով Գևորգը իր տղայի հետ փոքր կազմակերպեց խուլիգանությունը։ Քո թելադրանքով էր դա։ Այսինքն սիրելիներ, ես որ ձեզ տարիներ շարունակ ուզում եմ դա ընդգծել, ասում եմ ով է այս մարդը, ինչով է նա շնչում, ինչ է նա իրանից ներկայացում։ Միշտ ասել եմ, որ բոլոր գործերի մեջ սադանայությունների մեջ նա կա, որտեղ նա է, ամենտեղ ամեն ինչ փչացրել է։ Ոչ Սերժը, ոչ Քոչարյանը, ոչ Լևոնը այսօր չեն գա հասնի։ Նրանց էլ է նա փչացրել։ Փաստացի եմ ձեզ ասում, Լևոնը այդ աստիճանի փչացած մարդ չէ, իրան էլ փչացրեց, բղծեց։ Այսինքն Հայաստանը ունի մի հատ սատանա, որը կաթողիկոսական շորերով ներկայանում է իբրև հայոց հայրապետ։ Գնում է։ Օրինակ պետք է բռնեն իրեն։ Այլևս չեն ընդունում, չէ՞ պետական հայրերը, որ ինքը կաթողիկոս չէ, ինչի չեն բռնել տեղամասում։ Ինչի է այդ շորերը իր վրա։ Չեմ հասկանում։ Ինչի համար է այն շորերը ինքը հագնում։ Եվ ներկայանում իբրև կաթողիկոս ամենայն հայոց։ Ինքը կաթողիկոս չի։ Բոսյակ է նա։ Խաչագող սրիկա, ասում եմ, ուխտադրուժ, սրբապիղծ եւ աննորմալ մարդ, հոգեկան հիվանդ։ Որտեւ եթե հոգեկան հիվանդ չլներ, դավուց հրաժարականը կտար։ Առաջի իսկ օրը, երբ որ պետությունը իր դեմ կանգնեց եւ հայտնեց այն փաստը, որ ինքը ամուսնացած է եւ զավակ ունի, եւ նա չկարողացավ դա հերքել հիմնավոր, որևէ ծպտուն չհանել, չէ՞, մինչեւ հիմա էլ չի խոսում դրա մասին։
Այդ լրագրողները, որ այդքան ընդդիմադիր դաշտի, ամեն ինչ խոսում են, հա, ամեն մեկի մասին, ամեն մեկի հասցեին։ Բայց ինչի մի օր չգնացիք Մայրաթոր Էջմիածին եւ չգնացիք Կտրիշ Ներսիսյանից աուդիենցա չուզեցիք եւ ասեք վեհապարտ տեր, մենք ձեզ շատ ենք սիրում, լպստում ենք ձեր քամակը, բայց մեկ հարց ունենք ձեզ տալու։ Արդյոք դուք ամուսնացած եք Լոլայի հետ, Լոլան ձեր կինն է թե ոչ, Լոլայի անունով եք հիվանդանոցը Իսմիրյան բժշկական կենտրոնը գրել, հա, Լոլան կինն է, դրա համար իր անունով է սեփականությունը գրանցված։ Արդյոք Խաթուն Ներսիսյանը, որը որ ձեր մայրիկի անունն է, ինչ զուգատիպություն, արդյոք դե դուստրնա թե ոչ։ Եվ հիմա գիտեք ինչ, ես գրում եմ տարբեր նյութեր տեսնում եք հրապարակում եմ, հա, փոքրիկ քարոզ եմ դնում, գրում եմ կամ որևէ փաստեր եմ սուրբ գրքից հիմնավոր ներկայացնում այս կամ այն պարագան, որպեսզի այսպես ասած իրենց Մայրաթորի, այդ Կուկուշկայի աթորի այդ ստահակ տեր Եսայի չքաղանայի հերուրանքները հիմնավոր հերքելու համար, հա։ Այս գործերը անում եմ ես, կրտնաջան աշխատում եմ, տեսնում եք։ Ուրեմն մեկ անգամ, չէ, այլ մի քանի անգամ կարդացի իմեջում մեկը կեղտոտում ատակը։ Ասում եմ, մինչև որ դար ասեց, եթե չեմ սխալվում, կարծեմ մինչև 12 դար գրեց։ Կաթողիկոսներ եղել են ամուսնացած։ Իա, լուսնից ես իջել։ Աննորմալ։ Մինչև 9-րդ դար ընդհանրապես կաթողիկոսական աստիճան Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցուն գոյություն չի ունեցել, սա պատմական փաստ է, արձանագրում եմ այստեղից։ Եվ երբ որ առաջին քրիստոնյաների խոսքը վերաբերում է, այդ թվում Գրիգոր Լուսավորչին, երբ որ նա հոգևոր ճանապարհ բռնեց, նա ամուսնացած էր մինչև իր կաթողիկոսությունը։ Ուզում եմ դա ընդգծել։ Երբ որ նա դեռ խորվիրապում չհայտնված արդեն ուներ երկու զավակ, Արիստակեսին եւ Վրթանեսին։ Բայց երբ որ ինքը դարձավ հոգևորական, այլևս ինքը կնոջ հետ համաձայնությունը ունեցավ եւ այլևս ինքը ամուսնական կյանքով չապրեց։ Անկողին չմտավ իր կնոջ հետ, ինքը սուրբ մարդ էր։ Դրա համար սուրբերի դասին դասվեց։ Եվ շատ շատերը կային, որ ամուսնացած են հենց դկնորս առաքյալները, հա, մեծ մաս ունեին կանայք, բայց դրանից հետո թողեցին իրենց ընտանիքները եւ առաքյալներ դարձան։ Առաջին քրիստոնյաների մոտ, այո, դա այդպիսի բան կար։ Ուրեմն տեսեք կեղծիկը ոնց են ցուտը ստով, կեղծիկով օգտագործելով ժողովրդի անգեր այս հարցերում վիճակը ուզում են ուրեմն բան անել, մոլորություն նորից, մոլորության մեջ գցել հասարակությունը։ Չի ստացվելու։ Շատ կներեք, ես հետամուտ եմ լինելու այս ամենին, եւ չի ստացվելու դա։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, վերջացած է ինքը, ես համոզված եմ, որ մենք շատ կարճ ժամանակ անց միասնական տոնախմբելու ենք ազատագրումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Այսինքն պետք է Փաշինյանը հայտարարություն տարածի։ Ասի, որ այլևս Կուկուշկայի աթոռ չկա, սիրելի ժողովուրդ։ Ես ձեզ վերադարձել եմ Էջմիածինը որպես Մայրաթոր։ Այսօր Կուկուշկայի աթոռ է դեռ որ, այսօր Կուկուշկայի աթոռ է, բայց Կուկուշկայի աթոռը արդեն կուկույա անում, հա։ Տեսնում եք, թեմերը արդեն իր կոնտրոլի տակից փախչում են։ Այլևս իր անունը չեն տալիս այդ սատանա կտրիչի։ Եվ իհարկե ինչի պիտի տան, որովհետև ինչ անուն պիտի տան, պիտի ասեն Կտրիչ Ներսիսյանը, ինչ լավ, որպես ինչ անուն տան իրեն, որպես ով։ Ես երեք ասեցի, այսօր էլ պիտի ընդգծեմ, Ռիմայի անունն էլ տանք, որը Մերոնն է եպել Կտրիչ, քո թելադրանքով, Ռիմայի անունը տանք Սուրբ Սեղանից։ Ինչ տարբերություն, Ռիմայի անունը տամ, թե քո անունը։ Ինչքան Ռիման իրավունք չուներ Մերոնը եպել, այդքան դու իրավունք չունես այդ կաթողիկոսական գայի վրա նստես, մնաս ու խապես, շարունակես խապել հայ ազգին։ Քեզ ներկայացնելով եւ հայտարարելով, որ դու ամենայն հայոց հայրապետ ես։ Այսա շատ կարևոր է, որ մենք բոլորս էլ պիտի հասկանանք։ Եվ կրկնում եմ, ամբողջ եկեղեցին այդ շղթաներից, բղծության շղթաներից պետք է ազատվի, պետք է ազատվի։ Բոլորն էլ պատասխան եք տալու։ Այստեղից հայտարարում եմ, այն մարդիկ, ովքեր որ ստերը խոսել են, լոլոները պատմել են, գոռացել են, Փաշինյանի վրա ցեխ են լցրել, Հայաստանի Հանրապետության դեմ գործել են, ուզեցել են ինքնիշխան պետականությունը քանդեն, ովքեր որ փորձել են հավատքի բոլոր դրույթները կեղծել եւ այլ լույսի ներքո ներկայացնել Քրիստոսի ուսմունքը, պատասխան եք տալու կանոնական ընտրյալ կարգապահական ժողովի առաջ։ Կարգապահականը հիմա գոյություն չունի, բանդիտներ են այնտեղ, նստել են խուլիգանները, որոնք Կտրիչ Ներսիսյանի թելադրանքով անօրինական վճիռներ են կայացրել 26 տարի։ Անիցիալներ են նրանք։ Այդ կարգապահական ժողովը դա անիցիալների շքախումբ է, խուլիգանների։ Ում են ապուշի տեղ դնում նրանք։ Ում են ապուշի տեղ դնում։
Ուրեմն բոլորն էլ պատասխան եք տալու։ Եվ մի կասկածեք։ Երբեք Քրիստոս ամոթով չի մնում։ Աստված երբեք չի ծաղրվում։ Երբեք մենք հաղթել ենք, որովհետև Աստված ընդմեզ է։ Երկար տևեց, բայց Աստծո մոտ ասում է 1000 տարին որպես 1 օր եւ 1 օր որպես 1000 տարի։ Այո, մեր մարդկային տկար բնության համար 26 տարի շատ երկար տևած։ Աստծո համբերությունները եւ ողորմությունները այդքան է ձեզ հնարավորություն տվել ուղեղը աշխատացնեք, մտածեք ինչ եք անում, ուր եք տանում ես երկիրը, այս ժողովրդին, այս պետական ինստիտուտներին չեք հանդում, ինչի Ռուսաստանի Դաշնության հավատարիմ ստրուկների պես հլունազանդ կամակատարներ ծառայելով իրենց ջրաղացին ջուր լցնում, իսկ սեփական ժողովրդին խորտակում։ Ինչի համար։ Դե հիմա պատասխանը եկել է, ժամանակը եկել է ձեզանից պահանջելու տնտեսության հաշիվը եւ պահանջելու ենք այդ տնտեսության հաշիվը։ Ես շնորհակալ եմ բոլոր այն բլոգերներից, բոլոր այն մարդկանցից անհատներից, ովքեր այս տարիների ընթացքում միացել են իմ պայքարին, երբ որ ես որպես պիոներ այս պայքարի, որը պայքարել եմ դեռ այն ժամանակվանից, երբ Կտրիչ Ներսիսյանը թերևս չէր հայտնվել կաթողիկոսական գահին, ճանաչելով իրեն 86 թվականից։ Ես ընդամենը 1-2 տարի անց հասկացել եմ, որ այս մարդը բոզի լակոտ է, կներեք շատ, արտահայտությանս համար։ Եվ այդ պահից սկսել եմ իր դեմ պայքար տանել, ամեն կտրվածքով։ Ատամները չէր կտրում իմ վրա ուղղակի։ Չեմ ուզում մանրամասնել, բայց այն տիկունքը, որ ես ունեցել եմ, իրեն հնարավորություններ չէր տալիս, որ ատամները չէր կտրում։ Եվ քահանայության 95-ին ձեռնադրվեցի որպես ամուսնացյալ քահանա, տեսակ անունով արդեն իսկ, եւ սկսեցի գործել նմանապես իր բեմ ամենտեղ ասել եմ, թաղում էր, պսակեր, մկրտություններ, եթե խոսքը ընկնում էր, ասում էի, որ այս մարդը տականք է, նա arczepiskopos չի, դեռ այն ժամանակ կաթողիկոս չէր։ Իսկ երբ որ սկսվեց ընտրապայքարը 99-ին, որ զավթեց աթոռը լուսավորչի, եղել եմ այդ թիմի մեջ, միշտ պայքարել եմ իր դեմ, ամենտեղ ելույթներ եմ ունեցել, այն ժամանակ ինչքան որ հնարավոր է ինտերնետ չկար, բան չկար, հա, լավ գիտեք, ես լայվ այդ բաներ, այն վաղ որելներ ես չէի թողին կաթողիկոս դառնա, լավ իմացեք։ Եթե այն ժամանակ այս հնարավորությունները լիներ, որ այսօր ինձ 100 հազարավոր մարդիկ են դիտում, եւ ամենօրյա ռեժիմով են ինձ դիտում, եթե դա վերցնենք ընդհանուր առմամբ միլիոնավոր մարդիկ ամբողջ ազգը ինձ տեսել է, գիտեն բոլորն իմ մասին։ Ինձ թվում է տենց հայ գոյություն չունի, նամանավանդ Հայաստանի մեջ, որ իմ մասին չիմանա։ Չեմ կասկածում։ Եվ մեծ սատարում ունեմ, բայց հարցը ստեղ դրա մեջ չէ։ Ես գիտեմ, որ այն ժամանակ որ լիներ, ես չէի թող ինքը այդ աթոռի վրա նստեր։ Չկար այդ հնարավորությունը, բայց բոլոր հնարավոր միջոցներով ես միշտ պայքարել եմ իր դեմ։ Եվ դրա համար եմ ասում, պիոներ եմ, անդրանիկ եմ այդ գործի, բայց իհարկե երբեք հաղթանակով եւ հաջողությամբ չէ պսակվի իմ պայքարը, եթե երկրի վսեմաշուկ վարչապետ պարոն Փաշինյանը չկանգներ այս գործին կավոր, իբրև ճշմարիտ հավատացյալ քրիստոնյա։ Դա չէր հաջողվի, որովհետև ինքը ունի լծակ եւ իր խոսքը շատ ավելի կարևորում են եւ հեղինակավոր է, քանի որ պայմանավորված է իր հանգամանքով վարչապետ լինելու։ Հետևաբար, ուզում եմ ասել, ես կուզեմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, այո, նա է ազատագրում։ Ես իմ գլուխը խոնարհում եմ իր առաջ, որովհետև նա է ազատագրում եկեղեցին։ Նա է ազատագրում։ Դրա համար ես իրեն անվերապահ սատարելու եմ միշտ։ Եվ ինքը միշտ թակավորելու է Հայաստանում։ Ես հավոզված եմ դրա մեջ, որովհետև ես ունեմ դա նշան Աստծոց, աղոթք եմ անելու։ Ես շիտակ մարդ եմ։ Եթե մի բան դուրս չի գայ, ասել եմ, ստեղից եմ ասել, քննադատել եմ։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ չէր հասկանում, խռովել եմ, երբ որ չէր հասկանում, բայց եթե մարդը հասկացավ, եթե մարդը ընկալեց դրա կարևորությունը, հասկացավ, որ դա ամենահիմնական խնդիրն է Հայաստանի, այդ հարցից է կախված եղել մեր այս բոլոր վիճակները եւ Ղարաբաղի կորուստը դրանով է պայմանավորված։ Եթե Կտրիչ Ներսիսյանի գլուխը կտրվեր 18 թվականին, լրիվ այլ պատմություն կլներ։ Երբ որ նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության շարժումը գլխավորությամբ հոգեշնորհ Հայկ Կորյուն վարդապետի հաջողությամբ պսակվեր, այսինքն Փաշինյանի օժանդակության արժանանար, ինքը այն ժամանակ ասեր, որ հայ սուրբ, արի ես քեզ օգնեմ։ Ու վերջ։ Այլ երկ կունենար ամեն ինչ։ Եթե կարող եք, մենակ դրա մեջ կարող ենք մեղադրել Փաշինյանին, որ ինքը ուշացրեց։ Բայց այսօր կրկնում եմ, քանի որ նա անում է դա, եւ ինքը այս գործի առաջնորդն է, ուրեմն ես իմ սրբազան պարտքն եմ համարում միշտ սատարել իրեն։ Միշտ։
100 տարի էլ անցնի, ինքը պիտի այս երկրի վարչապետ լինի։ Ես սա տարելու եմ իրեն։ Հա, իմացեք, երկար ենք ապրելու։ Ու Փաշինյանն ու ես երկար ենք ապրելու, իմացեք, սիրելի ժողովուրդ։ Դուք էլ պիտի երկար ապրեք։ Ինչ եմ ուզում ասել, որ մենք մեր երկրի տերն ենք, ապացուցված է։ Էջմիածնի ընտրությունները դա փաստեցին։ Էջմիածնում ժողովուրդը ասեց, որ նա մերժում է անցյալի բոլոր ներկայացուցիչներին։ Այսօր Ռուբինյանը շատ լավ, եթե չեմ սխալվում, ինքը ասեց շատ անհաջող օր էր։ Սամվել Կարապետյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, այս բոլոր Վանեցյանի, չգիտեմ, էլ որ աֆերիստը կա, էլ որ մի մուտանտը կա։ Դրանց բոլորի համար այսօր շատ վատ օր էր։ Իրենց օրը չէր, էլ այսպես ասած, նիղ ձեն, որտեղ նրանք անցյալի ներկայացուցիչներն են, այն վատ անցյալի, վատ, կա լավ անցյալ, կան օրեր, որ մեր կյանքի մեջ միշտ հիշվում են, հա, իբրև հուշեր, պատմում ենք հետո այս մասին, եւ չենք մոռանում, եւ կա վատ օրեր, եւ աշխատում ենք դրա մասին մոռանալ։ Հիմա սա վատ անցյալ է, վատ քաղաքական անցյալ է, որը ճակատագրի հետ, ժողովրդի ճակատագրի հետ խաղաց, որը անմիջական դերակատարություն ունեցավ հայ ժողովրդի հետ։ Այդ դրա համար եմ ասում, որ այդ վատ անցյալը ոչ մեկ էլ չի ցանկանում։ Մերժել եք 18 թվականին, ինչ եք ուզում, նորից եք ուզում գալ ասպարես, զորով է։ Այն ոնց որ չացած կնիկներ լինեն, գիտեք, որը կպնում են մեկին ու բացադրում ես, նորից չի հանգստանում։ Սրանք այս մարդիկ քաղաքական դաշտի խայտարակներն են։ Իրանք ապուշ մարդիկ չեն։ Այդքան ուղեղ ունեն, որ հասկանան, հա, նագլի մարդիկ են, հասկանում եք, այն աստիճանի նրանք ստոր մարդիկ են։ Որտեղ նրանք լավ են հոտառություն ունեն, հասկացել են, ոնց է ժողովուրդը ձեզ ընտրելու։ Վախերի մեջ է ապրել, էջմիածնեցիները լավ գիտեին, թե եթե ընտրեն սրանց, ինչն է դրանց սպասում։ Այդ դրանից յախա են թափվել։ Ինչքան անկախության շրջան եղել է, էջմիածնեցին դժոխքում է ապրել։ Պատկերացրեք, ինչ պարադոքս է, սուրբ քաղաք էր, բայց էջմիածնեցին դժոխքի մեջ էր ապրում։ Եվ այսօր ազատագրվեց այդ դժոխքից։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, այսքան այսօր կրկնում եմ, շնորհավոր լինի, ես մաղթում եմ առողջություն, երջանկություն, բոլոր գործերին հաջողություն, պարոն Մեխակյանին եւ իր թիմին, ում հետ որ պիտի նա աշխատի, կներեք բոլորի անունները չենք շեշտելու եւ կմաղթեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ հզոր քաղաքական ուժի, որը Հայաստանին բերեց նոր լույս, նոր հույս, հավատք եւ ի վերջո մերձեցրեց հոգեվորին։ Հասկանում եք, կտրիչը չի արել, իրանք չեն արել։ Նարկաման Սամվել, այդ շմարավոր Սամվելը, նարկաման չեն արել, ինչ որ պիտի անեին, արել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է այս աթոռի վրա մնա, ոչ մենակ 26 թվականին, դրանից հետո էլ աղոթելու եմ, աղոթելու եմ, դուք աղոթեք, ես առողջ միշտ լինեմ ձեր գլխին, աղոթելու եմ իրենց համար։ Այսքանը սիրելի ժողովուրդ եւ վերջում ձեր մեր ժողովրդի եւ մանավանդ Էջմիածնի բնակիչների կենացը պիտի խմեմ։ Մաղթեմ ձեզ հաջողություններ, որ դուք սուրբ քաղաքի բնակիչներ եք եւ հույսով եմ, որ պետք է այդ քաղաքը նորմալ քաղաք դառնա ապրելու համար, պետք է կարգի բերեն, սարքեն ամեն ինչը, տեղը տեղին դառնա, նորմալ բնակվելու վայր դառնա եւ մեր ժողովուրդը այնտեղ երջանիկ ապրի, սոցիալապես ապահով ապրի եւ ամենակարևորը հոգեվոր կենտրոնը, որը կա։ Գիտեք, չէ, Պիպոն ուզում էր ընդ մսկիթ կառուցեր, ուզում էր ընդ սինագոգ կառուցեր, ուզում էր ընդ, չգիտեմ, ուրիշ եկեղեցիներ կառուցեր։ Հոգեվոր կենտրոնը այդ էլ է ուզածը։ Պորում մնաց մուրազը, դոմ պուպուլիկ։ Ուրեմն խմում եմ, որ այս ժողովրդի երջանիկը իրենց ներկայացուցիչը իսկապես երջանիկ մարդ է, Մեխակյանը, որտեղ նա շատ լավ բնակիչներ ունի եւ պետք է երջանիկ լինի, որպեսզի այդպես համայնքում գործի ի նպաստ այդ մեր սիրելի ժողովրդի եւ սուրբ մայրաթորնել մաքրվի այդ կեղտերից, որպեսզի հայ ազգը ամբողջ աշխարհից այցելու լինի, գա ուխտագնացության, գա իր հոգեվոր մշակույթային կենտրոնը, այժմ եւ միշտ Իվավիցյանը Սայդենից ամեն։ Շնորհավոր լինի ձեր բոլորի կենացը։ Այդպես ժողովուրդ, հիմա կխնդրեմ ձեզանից օգնություն, շատ տարածեք, լայքերը անվճարեն եւ գրառումներին կսպասեմ, կհանդիպենք նորից խաղ գիշեր բոլորին եւ կարճ աղոթքով վերջացնենք, միասին աղոթենք։
Սուրբ խաչիվը սաղաչես սուկստեր, զիսովա փրկեսես մեզի մեղած եւ կեցուսես շնորհի ողորմության յուրո, ամենակալ տերաստված մեր կեցո եւ ողորմյա։ Պահպանյաց մեզ Քրիստոս Աստված մեր, ընթովանյավ սուրբ եւ պատվական խաչիվը քովի խաղաղության։ Փրկյա եւ ազատյա, հերևելի վաներևույթ թշնամյաց, համենայն վտանգից, հիվանդությանց, նեղությանց եւ փորձությանց, արժանավորյա գողության փառավորելս քեզ ընթորի մսպոկույտ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Տարածեցեք։ Սեստուն։